Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիք եթերում զրուցելու եմ քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Պարոն Անտինյան, պաշտոնին հրաժեշտ տվեց հետհեղափոխական Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան, անվտանգության խորհրդի քարտուղար, արդեն նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, նրա փոխարեն նշանակվեց Ալեն Սիմոնյանը, դուք այս տեղափոխությունը ինչպես եք մեկնաբանում։ Այսպես ասեմ, Նիկոլ Փաշինյանի ադմինիստրացիայում չի կարող լինել որևէ պաշտոնյա, որ Նիկոլ Փաշինյանի կամքը չկատարի։ Այնպես որ տարանջատել մի պաշտոնյային մեկից իմաստ չունի, բայց քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանն ավելի ագրեսիվ ձևով պետքա կատարի Ադրբեջանի պատվերները, դրա համար պետք է լինել իր պաշտոնյաների մեջ ավելի ագրեսիվ Ադրբեջանի սիրող։ Եվ այդ կերպարը անգամ Նիկոլ Փաշինյանին տվել անցել է Արեն Սիմոնյանը, որը որ ասում էր, որ այո, պետք է ադրբեջանցիները գան Հայաստանում ապրեն, ինչու՞ չէ, վստահության հարցը որ լուծեն, թող գան ապրեն, ինչի մենք հայերը ուրիշ տեղ չեն ապրում, այն դեպքում, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, գոնե հավասարության նշան դնենք, Արցախից մենք չպահանջենք արցախցիների վերադարձ եւ ընդունենք, որ պետք է ադրբեջանցիները գան Հայաստան ապրեն։ Անկամ այս պարագայում, թեպետ անհիմն է համեմատության ու հավասարության նշան դնել անկախ Ադրբեջանի կազմում էթնիկ զտումը խորհրդային միության կազմում տեղափոխությունների հետ, բայց նույնիսկ այդ պարագայում էլի Նիկոլ Փաշինյանն ասում էր, մենք ուզում ենք այս թեման փակենք, բայց ոնց որ տեսնում եք, Ալեն Սիմոնյանը լավ էլ բաց էր պահում։ Մեկ ուրիշ է, դուք հիշում եք, թե ինչպիսի նախաձեռնությամբ էր խոսում Միլի Մեջլիսի նախագահ Գաֆարովայի հետ միջխորհրդարանական շփումների շատ կարևորում էր այդ շփումները, այդ ամեն ինչը, եւ քանի որ մեր մոտ արտաքին քաղաքականությունը դա կառավարության մենաշնորհն է, եւ նույնիսկ եթե խորհրդակցական մարմինը անգամ սահմանադրական անվտանգության խորհուրդը միևնույնն է դա գործադիրի գործառույթ է, այսինքն հասկացան, որ այսպիսի կարող ուժ է ինչպես Ալեն Սիմոնյանն է, ավելի լավ է ինքը լինի հետաթուռին, որովհետև մենք հիմա Ադրբեջանի հետ շեշտակի փորձելու ենք լավացնել հարաբերությունները։ Այնպես որ կարծում եմ, որ նորմալ սպասելիք հաստատ այդ ուղղությամբ չունենք։ Ինչու կար մի բան, որ Արմեն Գրիգորյանը չէր կատարելու, լինելով Արցախի կորստի հետ համակերպված Արմեն Գրիգորյանն էլ ինչու պետք է ընդդիմանար Փաշինյանին։ Չէ, դիմանալու հարց բացարձակ չկա, եւ նույնիսկ դրա համար ասի չէր կարող որևէ մեկը լինել, որ ընդդիմանար։ Եթե ընդդիմանար կծեփեր պատին, կփռեր ասֆալտին, դա նորություն չի։ Դրա համար ի սկզբանե ասեցի, որ չկա մեկը, որը կամքը չկատարի։ Այստեղ ավելի այսպես մեծ ցանկությամբ այդ կամքը կատարելու խնդիրն է, որը որ հիմա, քանի որ Իրան շատ լավ է այդ ուղղությամբ դրսևորել ադրբեջանական գծի վրա Ալեն Սիմոնյանը, ինքը հիմա այսօր ավելի շատ անելիք ունի։ Սա է ուղղակի։ Մասնավորապես ինչ խնդիր կդրվի նրա առջև, հատկապես որ Նիկոլ Փաշինյանը նրան ներկայացնելով անվտանգության խորհրդի աշխատակազմին նշում էր, որ ես առաջիկայում հանձնարարություններ կտամ, որոնք պետք է կատարվեն։ Հանձնարարություններ կարող է տան եւ բնական է պետք է կատարվեն, եթե չկատարվեն այդ հանձնարարությունը, այդ մարդը իր պաշտոնը կզիջի, դրա մասին չի խոսքը։ Հիմա այսօր Նիկոլ Փաշինյանը նոր իրողություն է առաջ քաշել եւ այդ ուղղությամբ էլ հանձնարարություններ պետքա տա։ Այսինքն մինչև այդ խոսում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չի փչացնելու, չի էլ փչացել երբեք, միշտ էլ ինքը շատ դուրս շփումների մեջ է եղել Ռուսաստանի նախագահի հետ եւ վարչապետի հետ, անձնական կապերներ նաեւ ներկայացնում որպես բարձր մակարդակի որակյալ կապեր, ԵԱՏՄ-ի հետ պետք է խորանանք ու լայնանանք, եւ մեկ էլ դրանից հետո սանկցիաներից հետո հարց առաջացավ, որ Եվրոպան ձեռք մեկնեց եւ քաղաքական որոշում կայացնեց աջակցել Հայաստանին եւ այդ պարագայում երբ որ Եվրոպան արդեն փաստաթուղթել է պատրաստում արտոնյալ ռեժիմ սահմանել Հայաստանի ապրանքների համար, պատկերացրեք, այո, ծավալային առումով շատ դժվար է որ այդ ամբողջ ծավալը Եվրոպայում իրացնի, որովհետեւ մենք հասկանում ենք նոր շուկա է մտնում, մարդկանց ապրանքը ծանոթ չէ եւ լուրջ հարցեր է լուծելու պետք
սերտիֆիկատների, լիցենզիաների, լոգիստիկ խնդիրների, այդ ամբողջ երթուղիների հարցը մարդիկ պետք է ճանաչեն այդ ապրանքը, ամիսներ է պետք գալի, նույնիսկ տարիներ, որ մի ապրանք կարողանաս տվյալ սպառողին ծանոթացնես։ Հիմա նրանք ակտիվ ձևով ցանկանում են այդ հարցը լուծել, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն ասում է, մենք ԵԱՏՄ-ից ու ԵՄ-ից կօգտվենք այնքան, մինչև մենք մեր որոշումը կկայացնենք, կարող է դա երրորդ ուղղություն է։ Դուք պատկերացնում եք, այսինքն ինչ խնդիր հիմա դրեց։ Այսինքն Եվրոպային ձեզ մի կոտորեք, մեկը ես ձեր մոտ եկողը չեմ, որ ինքը Եվրոպա գնացող չէր, այդ նորություն չի։ Ինքը պետք է չասեր, որ չիմանայինք, էլի ասեր, որ չիմանայինք, բայց հարցն այն է, որ գոնե ժողովուրդը դեռ միամտաբար կարծում է, ժողովուրդն էլ չէ։ Արևմուտքը միամտաբար կարծում էր, որ այնուամենայնիվ, եթե խորհրդանը մեր ռուսամետ ուժա, գոնե ավելի հեշտ է Նիկոլ Փաշինյանի հետ բան պայմանավորվել։ Բայց Նիկոլ Փաշինյանը նույն ձևի պայմանավորվում է Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Եվրոպայի հետ եւ Ամերիկայի հետ։ Բոլորին հայ է ասում, հիմա այդ մարդիկ էլ հերթով ասում են, արի ասացիդ պատասխանը տուր։ Սա է, եւ այստեղ այո, նոր խնդիր կա, եւ դուք պատկերացեք, ես մեր համար այսքան ծանր ժամանակ, երբ որ ապրանքը Ռուսաստանը չի ընդունում եւ Եվրոպան ջանք ու եռանդ չի խնայում, որ ճանապարհ բացի քաղաքական որոշումից հետո նաեւ կազմակերպական, եւ մեկ էլ ինքը ասում է, մեզ Եվրոպան պետք է այդքանով միջև մենք մեր ճանապարհը որոշենք։ Այսինքն սա ինչ է։ Եթե այս քաղաքականությունն է ցանկանում առաջ տանի, որի հետ կապված բան պետք է մշակի անվտանգության խորհուրդը, ինքը արդեն ասեց ինչ է, էլի, իր ասածը արդեն մեզ տանում է փակուղ։ Պարոն Անտինյան, վերադառնալով Սիմոնյանի նշանակմանը, այդքան էլ հասկանալի չեղավ ձեր վերլուծությունը, խնդրեմ ավելի այսպես մանրամասն ասել, Ալեն Սիմոնյանի առջև ինչ խնդիր է դրվելու այս փուլում։ Դե հիմա եթե Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության հետ կապված բոլորին հայասելուց հետո հիմա կանգնում է փաստի առաջ ու երբ որ ինքը սկսում է պատասխան տալ, շատ ասած բաներ պետք է վերանայեն ու փոխեն, հիմա բնական է որ պետք է ուրիշ բան ասվի, ուրիշ մարդու բերանով։ Էսա։ Իսկ ասենք հիմա ամենաշատ ակտիվությունը պետք է գալու Ադրբեջանի գծով, որի համար նեղ մասնագիտացած ջանք ու եռանդ չէր խնայում Ալեն Սիմոնյանը լինելով պարլամենտի նախագահ։ Իսկ հիմա տեսեք, Ալիևը մի հատ հարցազրույց տվեց բառից բուն իմաստով խայտառակություն, ասելով որ կապիտուլյացիայի ակտ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը, ասելով որ չէր կարող զորքերը հետ չքաշել, ես կճնշեի, ասել որ դա մենք մինչև այդ էինք որոշել կապ չունի Արցախի հետ էր պատերազմը, բայց պետք է Սյունիքով ճանապարհը ինքը համաձայնվեր, եթե չհամաձայնվեր խնդիր կունենար։ Եվ այս ամեն ինչը ասելուց հետո որ Հայաստանը ուշ թե շուտ ատոմակայանը փակվելուց հետո էներգետիկ ճգնաժամի առաջ է կանգնելու եւ այս ամեն ինչը ասելու պարագայում Նիկոլ Փաշինյանը չասեց ով է քեզ ասել որ մենք էներգետիկ ճգնաժամի առաջ ենք կանգնելու, ով ասել որ մեր ատոմակայանը մինչեւ 36 թվական ժամկետը երկարացված է, 10 տարի էլ կարող ենք երկարացնել, ռեսուրսը թույլ է տալիս։ Բացի դրանից Նիկոլ Փաշինյանն ասեց որ այս ընթացքում մենք մի ատոմակայանի չափ ռեսուրս ենք ստեղծել, կարողություն ենք ստեղծել ֆոտովոլտային պանելներով արեգակնային էներգիան օգտագործելով, բայց եթե դու դա ստեղծել ես 5 հատ էլ ստեղծի, այն ինչու պետք է մենք անհանգստանանք, որ նախ կարող ենք ատոմակայանը 20 տարվա մեջ կառուցել նորը, երկրորդ մոդուլային ատոմականներ կարող ենք տարբեր երկրներից բերել դնել, մանավանդ առաջարկություններն ունենք, երրորդ զարգացնել արեգակնային էներգիայի օգտագործումը, մանավանդ որ մենք արդեն մեր փորձով մի հատ ատոմակայան ենք կառուցել ըստ Նիկոլ Փաշինյանի արեգակնային ֆոտովոլտային պանելներով։ Ինչու, եթե Ալիևն ասում է դուք էներգետիկ ճգնաժամ եք ունենալու, Փաշինյանը չի ասում դու սխալ ես ասում, մենք էներգետիկ ճգնաժամ չենք ունենալու, որովհետև մենք ունենք լուծումներ։ Այդ ժամանակ չգիտես ինչի չհիշեց այլընտրանքի մասին, այլընտրանքն ասեց այո, կարող է Ադրբեջանի էներգիայից էլ օգտվենք, ինչ ա եղել որ։ Այո, կարող է մենք էլ մեր ապրանքը արտահանենք Ադրբեջանի, ինչ ա եղել որ։ Այսինքն սա էր հակադարձումը Ադրբեջանի, թե ընդհակառակը Ալիևի ասածը ծաղկացնում էր ինքը արդարացնելով ապացուցելով որ այո իսկապես դա այդպես է։ Եվ այս պարագայում հիմա դժվար չի հասկանալ որ ինքը հստակ փոխում է նաև վերաբերմունքը ավելի ընդգծված դեպի Ադրբեջան։ Եվ պաշտոնից ազատելով եւ նոր պաշտոն օրինակ արդեն չվերցնելով Արմեն Գրիգորյանը նաև լինելով հեղափոխության ակունքներով, որովհետև երկու թև կար ամեն դեպքում Քայլ արա եւ Մերժիր Սերժին, հետո միացրեցին իրար, դարձավ Քայլ արա Մերժիր Սերժին եւ
Արմեն Գրիգորյանը համարվում էր այդ Մերժիր Սերժի նախաձեռնության ղեկավարներից առաջին դեմքերից մեկը։ Հիմա ինքը եթե չզբաղեցնի պաշտոն, արդյոք իշխանության համար կարող է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար վտանգ լինել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, թե այս տարիների ընթացքում ինքը չկուտակել են ռեսուրսը, այն հասարակության են աջակցությունը, որով կարող է նոր գործընթացներ սկսել։ Կարծում եմ, որ անիմաստ է Արմեն Գրիգորյանի ճակատագրի հետ կապված պլաններ մտածել եւ քննարկել, որովհետեւ եթե որևէ մեկը Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ աշխատել է, դրանից հետո առանց Նիկոլ Փաշինյանի ինքը չի կարող ռեսուրս ունենալ, հանրային էլ չի կարող ունենալ եւ ընդհանրապես սեփական ռեսուրսն էլ չի կարող ունենալ, որովհետեւ մարդիկ նրան ասոցացնում են Նիկոլ Փաշինյանի հետ, դուք ու կամքով դուրս գաս, թե ինքը հանի, այդ մարդը այլևս անելիք չի ունենում, էլի, այսինքն ով պետք է ասենք այդ ռեսուրսը դա ոնց է գեներացնելու, գնա ասի այս դժգոհ էի Նիկոլ Փաշինյանից, կասի բա ձեն հանեիր, որ դժգոհ էի, հրաժարական տայիր, դուրս գայիր, այսինքն այն բոլոր բաները ինչ որ տեղի է ունեցել, պատերազմ ա եղել, որից հետո Նիկոլ Փաշինյանը Արցախից հրաժարվել է փաստաթուղթ ստորագրելով, որից հետո կանգնել է ազգային ժողովի բարձր ամբիոնից ասել, ես էլի գիտեի, որ Արցախը Ադրբեջանի կազմում է, ուզում էի հանձնեմ, բայց առանց պատերազմի ով կթողեր, այս նույնը էլի պիտի լիներ, բայց առանց զոհերի, եթե այդ բանը ազգային ժողովի բարձր ամբիոնից ասել է ու որևէ պաշտոնյա շարունակել է իր այդ աշխատել, այսինքն Նիկոլ Փաշինյանի արյունը է թափված, որ ինքը իր վրա է վերցրել, ցանկացածը վերցրել է նաև իր ձեռքերի վրա, դրանից հետո դրանով մաքրվել ուղղակի հնարավոր չէ, ինչքան ուզում է ինքը բարեկիրթ երևա, ինչքան ուզում է գրագետ երևա, ինչքան ուզում է ասի այո որոշակի տարաձայնություններ ունեն, դու կողքը մնալով արդարացրել ես այն հայտարարությունը, դա ենթադրություն չէր, որ ենթադրենք մենք ասենք Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ տարել է պատերազմի, որպեսի ստորագրի եւ իրան չմեղադրեն, դա ինքն է ասել ազգային ժողովի բարձր ամբիոնից, այսինքն էլ տեղ չի թողել, որ որևէ մեկը ենթադրի, հիմա եթե դու նրա քաղաքական թիմի անդամ ես, այսինքն դու կիսում ես այդ պատասխանատվությունը, որ այո, պետք էր պատերազմ, որի արդյունքում լինեին զոհեր, որ այդ զոհերով շանտաժարվեր, եթե չեք ուզում ավելի շատ զոհ տանք, պետք է համաձայնեք զիջումների։ Հիմա այդ ամեն ինչի ինքը ազգային ժողովի բարձր ամբիոնից է ասել։ Դրանից հետո ասել, որ որևէ մեկը իր կողքից հեռանալուց հետո կդառնա հանրային մեծ վստահություն ունեցող գործիչ, խիստ կասկածում եմ։ Պարոն Անտինյան, Ռուսաստանը պայման է դրել Հայաստանի առաջ եւ ասում է հանրաքվե արեք։ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները, բացատրությունները կամ պատասխանը, հակադարձումը իրենց համար բավարար չի եղել եւ արտգործնախարարի տեղակալի Բերանով ասում են, եթե չհստակեցվի դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները որոշում կայացնելիս նաև սա են հաշվի առնելու, որ արձագանք չկա, դուք ինչպես եք մեկնաբանում սա, ինչու է Ռուսաստանը շարունակում պնդել հանրաքվեի անցկացման անհրաժեշտությունը։ Այն, որ Ռուսաստանը դա պնդում է, դա անտրամաբանական է, թեպետ ինքը հղում է անում օրենքին, որ այո, դուրս գալու համար էլ, մտնելու համար էլ որևէ տեղ հանրաքվե է անհրաժեշտ, իհարկե գտնվում են որոշ հրապարակային գործիչներ, որոնք ասում են, եթե մենք ԵԱՏՄ մտել ենք առանց հանրաքվեի, ինչու պետք է դուրս գալուց հանրաքվե անենք, ուղղակի պարզաբանեն պետք չի դա տենց նույնացնել, որովհետև մտնելու ժամանակ այդպիսի ընթացակարգ իրավական կարգավորումներ չկար հանրաքվեի մասին օրենքում, որ վերպետական կառույցի մտնելու կամ դուրս գալու համար հանրաքվե անհրաժեշտ։ Այնպես որ մտնելու ժամանակ դա չկար, բայց դուրս գալու ժամանակ արդեն սահմանադրական օրենք ունենք, հանրաքվեի մասին օրենք։ Այսինքն այո, դուրս գալու համար հանրաքվե է պետք, մտնելու համար Եվրամիություն նույնպես հանրաքվե է պետք։ Ուղղակի ժամանակի հարցն է։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, բա որ դուք կարդում եք, ինքը չի ասում, բայց մենք ասենք, էլ ինքը ուղղակի իրանք որ ռուսներն ասում են կառավարության նախաձեռնությամբ է դրվում հանրաքվեի վերպետական կառույցից մտնելու կամ դուրս գալու հարցը։ Բայց կառավարության ղեկավարն էլ ասում է, որ ես օրակարգ չունեմ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ օրակարգ չունեմ Եվրամիությանն անդամակցելու։ Ինչը դնեմ հանրաքվեի։ Այսինքն իրանք օրենքը կարդում են, բայց օրենքը կիրառելու համար
Դու պետք է նման օրակարգ ունենաս, Նիկոլ Փաշինյանը նման օրակարգ չունի։ Նույնիսկ եթե օրենքը ընդունվել, մենք գիտենք, որ այդ օրենքը ընդունվելուց հետո որևէ բան չի արվել։ Այդ օրենքը իր մեջ մի նախադասություն է, այդ օրենքը իր մեջ ոչ ժամկետներ, ոչ երաշխիքներ, ոչ պարտավորություններ, ոչինչ չկա այդ օրենքի մեջ։ Որևէ ընթացակարգ չկա այդ օրենքով։ Դրա համար այստեղ խնդիրն այն է, որ նրանք ուղղակի ասում են արագ կողմնորոշվի ում հետ ես, բայց մի հարց կա, նաև իրանք վստահ են, որ կարող է հանրակրվեով ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում ուղղակի ժողովուրդը չհամաձայնվի այս ճնշումների տակ, որ տեսնեն ռուսական ապրանքից մենք ինչքան ենք կախված, որ Եվրոպան չի հասցնում ամբողջ ծավալը իրացնել, մարդիկ էլ վախեցած ասեն Ռուսաստանին չնեղացնենք, ավելի լավ է մերժենք, մանավանդ իրանք խորհրդանում ունեն երկու ռուսամետուշ, երկրում ապակայունացնելու հարմար առիթ։ Եթե իրանք իմանային, որ Հայաստանում պարարտ հող չկա խորհրդարանում կամ հասարակության մեջ, անիմաստ է իրանք փորձեին Հայաստանի վրա ճնշել, որովհետև իրանք մեծ հաջողությամբ կորցրել են Վենեսուելան, կորցրել են Կուբան, կորցրել են Սիրիան, կորցնում են Մերձդնեստրը արդեն դեմերին չի նա պետք, հասկանում են, որ կարողա չկարողանան պահեն, հասկանում են, որ կարողա Աբխազիան ու Հարավային Օսիան չկարողանան պահեն, այն նպատակները, որ պատերազմի առաջ դրել էին, ոչինչ չեն կարողանում անեն, Ուկրաինայի իշխանությունը չվերցրեցին, չապառազմականացրեցին, ամենաուժեղ բանակը Ուկրաինան ունի, ՆԱՏՕ-ից ուզում էին զերծ պահեն իրենց սահմանները, Ֆինլանդիան ու Շվեդիան դարձան ՆԱՏՕ-ի անդամ, մեկը ծովային սահման, մեկը ցամաքային, դրան գումարած Աֆրիկայում զինված խմբավորումները ռուսական որոշակի ազդեցություն ունեին որոշ պետությունում, այն էլ ուկրաինացի գնացին ընդեղից են ռուսներին դուսանում։ Ոնց է որ ամբողջ աշխարհում իր ազդեցությունը կորցնում է, համառորեն ուզում է Հայաստանում պահի, որտեղ Հայաստանում ներսից են ուզում որ պահվի։ Հայաստանում են տենց ինքնամոռաց սիրում Վլադիմիր Պուտինին։ Նույնիսկ Ռուսաստանի հայերը հիմա էլ այդպես չեն սիրում, ոնց որ Հայաստանի հայերը։ Շատ-շատերը չեմ ասում բոլորը, եւ ինքը համարում է, որ պարարտ հող կա։ Դե ասում է, թե դուք ուզում եք, ես ինչի դա չպահանջեմ, որ։ Այ դա է շատ ցավալի։ Թե չէ որևէ հիմնավորում, որ ինքը այդքանը կորցնելուց հետո, Ուկրաինայի պատերազմում այդքան կորուստ ունենալուց հետո, այդքան տարածք Չինաստանին տալուց հետո համառորեն ասի, չէ, պետք է Հայաստանը պահեմ, որտեղ ներսից ասում են մեզ պահի։ Սա է։ Բայց ամեն դեպքում, երբ որ դուք նշում եք չկա օրակարգ, Ռուսաստանում դա հասկանում են, չէ՞ օրակարգ չկա, ինչու են ճնշում այդ հանրաքվեի թեմայով։ Ճնշում են, որ ասում են, դե ուրեմն մեղայականով ընդունի, որ դու առանց Ռուսաստան չես կարող։ Որտեղ Ռուսաստանը ոնց է, հիմա Ուկրաինայի հետ պատերազմի մեջ է, չէ՞։ Առավոտից երեկո ասում են, ախր հիշում եք Ստամբուլում բան էինք է պայմանավորվել Ուկրաինայի հետ։ Եկեք վերադառնանք էլի այդ խոսակցությանը։ Հարգելիներս, Ստամբուլը եղել է մարտ ամսին 22 թվին, պատերազմից մի քանի օր հետո, երբ որ զորքը կանգնած էր Կիևի մատույցներում։ Եկել ես 26 թվականին ասվեց վերադառնանք Ստամբուլին, երբ որ 5 տարի է չես կարողանում առաջ գնալ։ Այսինքն Ռուսաստանը ասում է, եթե մի բան ժամանակին խոստացել ես, դրանից կարճում է։ Ասում է, ախր Անքորիջում, Ալյասկայում, ախր օգոստոսի 15-ին, ախր Տրամպը լսեց իր ստերը, որ ասել էր մենք առաջ ենք գնում, ես ենք անում, են ենք անում, թեպետ բան չկար պայմանավորված։ Ինչից խոսում են, ասում է Անքորիջի պայմանավորվածությունը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը 22 թվականին գնաց հանդիպեց Վլադիմիր Վլադիմիրիչի հետ եւ ասեց վերև Աստված ներքև դու գիտեմ որ ես Ուկրաինայում վերջացնես պատերազմը հաջորդը Հայաստանն ես վերցնելու ինձանից նվիրված մարդ Հայաստանում չկա Ռուսաստանին ոնց ասես տենց անենք Ռուսաստանը դա լսել է ցայնագրել է դրել է դարակում հիմա դրանից հետո իրավիճակը փոխվել ուկրաինական պատերազմ Ռուսաստանը հաջողություն չունի նա ամեն անգամ վերադառնում է հիշացնում է Փաշինյանին բարե դու չէիր որ եկել էիր հավերժ հավատարմության երթում էր տվեցի խաղեր ես տալու։ Սա ուղղակի իր համար այդ տղայական սկզբունքի հարց է, որովհետև շատ տեղեր իր տղայական սկզբունքը ջարդում են ամեն օր։ Պարոն Անտոնյանը, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը էքսկլյուզիվ հարաբերություններ է ուզում, ինչը մեր համար անընդունելի է, Երևանի համար անընդունելի է։ Հիմա այդ էքսկլյուզիվ հարաբերությունները նշանակում է միայն շփումները Ռուսաստանի հետ եւ եթե Հայաստանը չի գնում դրան ինչի
ինչի է բախվում, սա է, այսինքն այն ինչը հիմա ունենք, թե սրանից ավելին սպասենք։ Հիմա տեսեք, ձեր այս հարցին ես արդեն ոնց որ պատասխանեցի, մի մասով չգիտեի ինչ հարց եք տալու։ Ինչի է Ռուսաստանը ուզում էքսկլյուզիվ հարաբերություններ եւ ինչի է այդ մասին ասում Նիկոլ Փաշինյանը այսօր։ 8 տարի չէր ասում, չէ՞ որ Ռուսաստանի հետ մենք վատ ենք։ Միշտ գովում էր, չէ՞ ինչպիսի բարձր հարաբերություններ կա, այդքան հանդիպումներ, այդքան շփում եւ այլ եւ այլ։ Ինչի է ինքը այսօր ասում, որ Ռուսաստանը էքսկլյուզիվ հարաբերություն է ասում եւ դա հիմա Հայաստանին ձեռնտու չի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին ասել էր, որ էքսկլյուզիվ վերև Աստված ներքև դու։ Իսկ Աստվածը մի հատ է։ Այսինքն դու դա ասել ես եւ համաձայնվել ես դրան մինչեւ այս վերջերս։ Եթե համաձայնված չլինեիր, հիմա զարմացած ասում ես Ռուսաստան էքսկլյուզիվ հարաբերություն է ուզում։ Եթե Ռուսաստանը դա ուզում է ու նոր է սանկցիա կիրառում, ոչ թե 3-4 օրը, նշանակում է մինչեւ 3-4 օրը դու նրան ասել ես մեր հարաբերությունը էքսկլյուզիվ է։ Եվ նա համարում է, որ դու խաղի կանոնները խախտել ես, խոստումը դրժել ես։ Այդ դրա համար այդ ճնշումների իմաստը հենց դա է։ Որտեվ դու բան ես խոստացել, արա։ Կիևի հետ Երևանը ինչ հարաբերություններ կարող է ունենալ։ Վերջին հեռախոսազանգի ընթացքում Զելենսկին եւ Փաշինյանը խոսել են երկկողմ փոխգործակցության մասին։ 4 տարի է, արդեն 5-րդ տարին է, էլի ես ուկրաինական պատերազմի հետ կապված մարդկանց բացատրում եմ, որ Ուկրաինայում որ կռվում են նաև Հայաստանի ինքնիշխանության համար։ Շատերը զարմանում են, թե ինչու եմ այդպես ասում, որովհետև երբ որ Ռուսաստանն ասում էր Ուկրաինային հաղթեմ, ուզում եմ վերականգնեմ խորհրդային միությունը կամ ցարական Ռուսաստանը, ավելին էր ուզում, Ֆինլանդիան ու Լեհաստանն էր ուզում։ Եվ այս պարագայում հարց էր առաջանում, որ Հայաստանը համարում էր, որ արդեն այդ հարցը լուծված է։ Հիմա իհարկե այս պարագայում, երբ որ խոսում ենք, որ այս ինչ եք անում, պետք է մենք Ուկրաինայի հետ լավ լինենք, որովհետև եթե մենք Ուկրաինայի հետ լավ ենք, հավաքական արևմուտքը կանգնած է Ուկրաինայի թիկունքին։ Նա որևէ պետության նկատմամբ վերաբերմունքը չափում է, թե ինչպիսին է քո վերաբերմունքը ուկրաինական պատերազմի հանդեպ, որովհետև եթե մենք օկուպանտ Ռուսաստանին պաշտպանում ենք, վաղը մյուս օրը կանգնում ասում ենք Ադրբեջանը մտել է մեր տարածք օկուպանտը, ասում են դեսի, մենք մեր հարկատուի բերանից կտրում ենք, հրթիռ ենք առնում, տալիս ենք Ուկրաինային, որ կռվի։ Դու ուզում ես մենք պաշտպանենք քեզ, երբ որ դու մեր դեմ պաշտպանում ես Ռուսաստանին, այսինքն քո նկատմամբ վերաբերմունքը չափում են այսպես։ Դու փոքր պետություն ես, դու ուժեղ չես, ինչքան ուզում ես փորձես մարտունակ բանակ ունենաս, այն ում հետ որ պետք է կռվես, նրանց անհամեմատ գերազանցում է։ Դա նշանակում է, որ դու պետք է լինես մի մեծ համակարգի մեջ, որտեղ ասես, որ ուժով, ուժի դիրքով ուժեղը պետք է պաշտպանի թույլի իրավունքը։ Այո, թույլ չտա, որ որևէ մեկը ագրեսիվ քաղաքականություն վարի, ՄԱԿ-ի կողմից ճանաչված պետության տարածք մտնի, ասի ժամանակին սա իմ տարածքում ա եղել եւ այլ եւ այլ։ Այսինքն դա բխում է մեր շահից, որ մենք պաշտպանենք Ուկրաինայի դիրքորոշումը, բայց մեր իշխանությունները միշտ է շատ զգուշավոր են եղել Ուկրաինայի հետ կապված, մտածելով որ հանկարծ Ռուսաստանին չնեղացնեն։ Եվ ամենափոքր հարցը անգամ Ուկրաինայի հետ կապված արել են հումանիտար օգնություն, որը ընդհանրապես սիմվոլիկ բնույթ էր կրում, բայց Ուկրաինայից լայն արձագանք ստացավ, իրանք դա շատ ավելի ճոխ ներկայացրեցին, նույնիսկ հավասարության նշան դրեցին միլիոնավոր դոլարների հումանիտար օգնության հետ Ադրբեջանից ստացված։ Եվ բացի դրանից հետո Զելենսկին եկավ Հայաստան, եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում իսկ ինչու պետք է չգար։ Այսօր, երբ որ Ռուսաստանի նախագահը չի ճանաչում Հայաստանի ընտրությունները եւ չի շնորհավորում Փաշինյանի նշանակման հետ կապված, Զելենսկին իր նախաձեռնությամբ շնորհավորում է։ Նա կարող էր գրավոր շնորհավորել, անգամ չզանգեր, բայց զանգելը ցույց է տալիս, որ եթե դու խնդիր ունես, մենք տեր ենք։ Իսկ այսօր Ուկրաինան այնպիսի բանակ է ստեղծում, որ անգամ շատ դեպքերում ինքն է օգնում
եվրոպական երկրների նոր տեխնիկա տեխնոլոգիաների հարցում։ Ուկրաինայի բանակը ամենամարտունակ բանակն է Եվրոպայում։ Եվ այս պարագայում, երբ որ մենք խոսում ենք, ասում ենք, եթե Հայաստանը լինի Եվրամիության անդամ կամ հայտ ներկայացնի, այսօր Եվրոպան արդեն ինքնուրույն անվտանգային համակարգ է ստեղծում։ Անպայման չի։ Կարող է շատ-շատերը ՆԱՏՕ-ի անդամ են, բայց նույնիսկ եթե չլինեն, Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ էլ չլինի, շատ ավելի մեծ ձևաչափով անվտանգության խնդիր են լուծում Ուկրաինայի համար։ Վաղը դա կարող են նաև անել Հայաստանի համար։ Իսկ այդտեղ շատ լուրջ դերակատարություն ունի Ուկրաինան։ Այնպես որ եթե մենք քաղաքական առումով մտածենք, որ մեր բարեկամ պետությունը ավանդական դա Ֆրանսիան է, ապա ռազմական առումով որպես կուրատոր կարող է շատ հանգիստ լինի Ուկրաինան։ Այնպես որ մենք այդ հարցի հետ կապված շատ ավելի լուրջ ուշադրություն պետքա դարձնենք, որովհետև եթե Ռուսաստանը իր դիրքերը կորցնում է, նրա տեղը զբաղեցնող է պետք, որովհետև մենք ինչպես տեսնում եք, ասել վարում ենք ռեգիոնալ քաղաքականություն, մեզ պետք չի որևէ մի բլոկի մեջ լինել, մեր հույսը պետք է մեր վրա դնենք, մեկը շուռ են գալի, տեսնում ենք եվրոպական ազդեցիկ երկրները հավաքական անվտանգության կառույցի մեջ են, ինչպես Գերմանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ու կարելի է կարծել իրանք այդքան թույլիկ են, բայց մենք ավելի ուժեղ ենք։ Եվ մեկ էլ տեսնում եք, մեր քթի տակ ստեղծվում է իսլամական ՆԱՏՕ, այսպես ասած, պայմանականորեն ասած, միջուկային տերություն Պակիստանի միջուկային ռումբ ստեղծելու համար նրան ֆինանսավորված Սաուդյան Արաբիա, ամենամեծ արաբական երկիրը նավթային ծավալներով էլ արտահանման, եւ մեկ էլ Թուրքիա, որը ՆԱՏՕ-ի անդամ է, եւ մեկ էլ իրանք առաջարկում են ու էլի երկրներ միանան։ Եգիպտոսին են առաջարկում, որը արաբական երկրներից առաջի բարեկամն էր Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ չի բացառում, որ նաեւ դա լինի վաղը Ադրբեջանը, մեր տարածաշրջանում հավաքական անվտանգության խնդիր են լուծում, հարձակվելով մեկի վրա, հարձակվում ես բոլորի վրա։ ՆԱՏՕ-ի 5-րդ կետին համահունչ իրանք այդպես էլ նշում են, ՆԱՏՕ-ի նման մենք կառույց ենք ստեղծում։ Եվ այս պարագայում մենք պետք է եզրակացություն չանենք մեր շուրջ ինչա կատարվում, ու այդ պարագայում եթե մենք մտածենք, որ հավաքական անվտանգության որևէ շանս ունենք, գոնե դա պետք է լինի եվրոպական հավաքական անվտանգության որևէ համակարգ, այնպես որ Ուկրաինայի հետ կապված շատ լուրջ անելիքներ կա։ Բայց Եվրոպանից Ամերիկայի հետ հարաբերություններից հետո, երբ էական, ֆինանսական եւ անվտանգային շեմի նվազեցում եղավ Վաշինգտոնի կողմից Թրամփի նախաձեռնությամբ, Եվրոպան կարողացավ այդ իրավիճակը հաղթահարել, հիմա ինքը կայացել է որպես ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմական բլոկ, որ նաև այլ պետությունների համար հենարան լինի։ Բլոկ չէ, որովհետև բլոկի շատ հեռու ենք, բայց կամավորների համախումբ որպես այդպեսին որ կա, եվրոպական ՆԱՏՕ-ի անդամ երկրներն են, դրան գումարած Կանադան, որը եվրոպական պետություն չի, Ճապոնիան, որը ոչ ՆԱՏՕ-ի անդամ է, ոչ է եվրոպական պետություն, Ավստրալիան, Նոր Զելանդիա, որոնք հանդիսանում են անզյուսի անդամ, ռազմական բլոկի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ավստրալիա, Նոր Զելանդիա, անգամ չեզոք Ավստրիան, որը 1955 թվականին ասեց ինձ հետ գործ չունեք, ինքը Եվրամիության անդամ է, բայց ասեց ես ոչ Վարշավայի պակ կմտնեմ, ոչ էլ կմտնեմ ՆԱՏՕ, ինձ մոռացեք։ Այսքան տարի չեզոքությունը պահած Ավստրիան ասեց այո, ես պատրաստ եմ աջակցել Ուկրաինային։ Այսինքն ասել, որ դա բլոկ է, իհարկե բլոկ չի, եւ շատ կուզենանք, որ դա որպես բլոկ չձևավորվի, որպեսզի դա չլինի ՆԱՏՕ-ն քանդելու առիթ, բայց որ հիմա իրանք ռազմական ծախսերն ավելացնում են, համախառն ներքին արդյունքի 5%-ի շեմը, որը դրել է Դոնալդ Տրամփը, փորձում են դրան հասնել, շատ լուրջ ձևով չարչարվում են այդ ուղղությամբ, շատ կարևոր է։ Բացի դրանից, երբ որ Դոնալդ Տրամփն ասում է, որ ես փող չեմ տա Ուկրաինային, իրանք այն փուրլ ծրագիրը, որը ստեղծեցին մի նպատակով, որպեսզի Եվրոպան միջոցները հայթայթի, Ամերիկայից զենք առնի եւ տա Ուկրաինային։ Տրամփն էլ ասեց, որ եթե իրանք առնում են իրանց փողով, ում կտան դա ինձ չի հետաքրքրում, ինքը լավ էլ գիտի ում են տալի, այսինքն ինքը ասում է, ես մեկը վաճառողն եմ, իր վրայից պատասխանատվությունը հանում է։ Այո, ավելի քիչ է տալիս, քան ուզում է Ուկրաինան, բայց այնուամենայնիվ Եվրոպան ամեն ինչ փորձում է անել, որպեսզի պաշտպանի Ուկրաինայի շահերը։ Եվ չմոռանանք այն առաջի հանդիպմանը, երբ որ Դոնալդ Տրամփը հեգնանքով առ համարանքով ծաղրելով ու քննադատելով էր խոսում Վոլոդիմիր Զելենսկուի հետ օվալաձև աշխատասենյակում, նաև
J.D. Vance-ը փոխնախագահ հատուկ ինքը կոնֆլիկտ հրահրեց, դրանից հետո իրանք ինչպես էին արտահայտվում Զելենսկու հասցեին եւ ինչպես էին նշում, որ նա այնպիսի հաջողություններ ա գրանցել, որ դա մոտեցնում է բանակցային սեղանին, որովհետեւ այն հարվածները, որ հասցնում է, դա որակապես փոխում է սեղանին նստելու եւ որոշում կայացնելու հարցը։ Այնպես որ իրավիճակը փոխվել է, այո, գուցե դանդաղ, բայց չմոռանանք, որ նույն Ուկրաինան ինքը սեփական արտադրությունը զարգացնում է դարձյալ Եվրոպայի գործուն աջակցությամբ եւ բացի դրանից արդեն սեփական բալեստիկ եւ թևավոր հրթիռների խնդիրն է, մեծ հեռահարության հրթիռն է, տարբեր որակի դրոնների խնդիրն է, որով որ կարողանում է ինքը ծանր հարվածներ հասցնել Ռուսաստանին, շատ էժան դրոններից սկսած մինչև բավական թանկ, բայց ինչով որ հարվածում է Ռուսաստանը, տասնապատիկ անգամ հարյուրապատիկ ավելի թանկ է նստում։ Այսինքն ինքը ուղղակի մաշում է Ռուսաստանի ռեսուրսը, որովհետև եթե էժան դրոնով խփում ես նա թանկով հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործում, այն էլ մեծ ինտենսիվությամբ է ուղարկում, հաստատ հաջող խոցումներ լինում են։ Բացի դրանից էլ անգամ պատասխան հարվածը Ռուսաստանին ավելի մեծ ծախսերի տակ է գցում։ Իհարկե դժվարություններ կան, բնական է, հիմա էլ Հյուսիսային Կորեան բալեստիկ հրթիռներ տալիս Ռուսաստանին, ով է ասում, որ հեշտ է, բայց ինչպես տեսնում ենք, համառ ջանքերով այդքան դժվարությունները, որ տնտեսական խնդիրներ ունեն եվրոպական բոլոր երկրները, որոնք որ Ուկրաինային պաշտպանում են, դա վերաբերում է առանցքային դերակատարում ունեցող երկրներին, թե Մեծ Բրիտանիային, թե Գերմանիային, թե Ֆրանսիային, նրանք բոլորն էլ լուրջ խնդիրներ ունեն իրենց երկրի ներսում։ Շատերը դժգոհում են թե հարկերից, թե միգրացիոն քաղաքականությունից, թե գների բարձրացումից եւ շատ դեպքերում իրանք անվստահություն են հայտնում իրենց ղեկավարների հասցեին, թե ինչ եք անում, մեր մասին չեք մտածում, բայց նրանք համաշխարհային քայլերի առումով շատ լուրջ դերակատարություն ունեն, շատ լուրջ ծրագիր են իրականացնում։ Մենք որ չենք ապրում այդ երկրներում եւ այդ գների թանկացումը մեր վրա չի տարածվում, ասում ենք, որ հավատացեք, ես տեղյակ եմ ինչա կատարում թե Մեծ Բրիտանիայում, թե Ֆրանսիայում, թե Գերմանիայում, բայց հավատացեք այն մարդկանց, ում որ քննադատում եք, նրանք շատ լուրջ համաշխարհային խնդիրներ են լուծում։ Այնպես որ մի քիչ դիմացեք կամ ավելի մեծ ֆորմատով նայեք ձեր լիդերների արածին։ Եվ վերջում խորհրդարանի մասին, դուք հետևում եք աշխատանքներին, ձեզ համար պարզ է, 2 շաբաթ է, այս 3 խմբակցությունները ինչ են քննարկում։ Ես իհարկե չեմ հետևում, որովհետև ուզում եմ, որ մեր մահով մեռնենք, եթե ես իրանց ամբողջությամբ հետևեմ, չեմ կարծում, որ դա ինձ կհաջողվի, բայց եթե լուրերը նայում եմ լրահոսը որպեսի ինչ-որ բաների նյութեր նայեմ, որ հասարակությանը ներկայացնեմ իմ մեկնաբանությամբ, որոշ բաներ նկատում եմ խայտառակություն բառից բուն իմաստով։ 2 ռուսամետուշ եւ մեկ էլ բալանսավորող Նիկոլ Փաշինյան, որ չգիտես ինչն է բալանսավորում, ում հետ է, մի օր ընդեղ է, մի օր ընդեղ է, մի օր ոչ մեկի հետ չի։ Եվ այս պարագայը մեծ բանավեճը, լա տեսեք ինչքան խնդիրներ կա մեր շուրջ, Ուկրաինայի հետ կապված, Իրանի հետ կապված, Իրանը կանգնում սպառնում է, ասում է մոռացեք թրիփը։ Քանի ինքը հարցը չի լուծել Ամերիկայի հետ, ասում է դա ինձ համար սպառնալիք է։ Այս պարագայում այն օրակարգը, որը որ քննարկվում է խորհրդարանում, ով ում ինչով վիրավոր է, ով որտեղ է նստե, ով ինչ որտեղ դուք պատկերացնում եք համարժեք են այդ մարդիկ իրանց օրակարգով աշխարհակաղակական իրադարձություն է, բայց այդ աշխարհակաղակական իրադարձությունները մարդիկ հայկական մամուլից ծանոթանում են, հետո մարդ են մանգալի հարցնեն, ասեն ժողովուրդ ինչ է կատարվելու, ում հարցնեն, պարլամենտական համակարգ է մեր մոտ, թիվ 1 առաջնային մանդատ ստացած կառույցը դա պարլամենտն է, նախագահը պարլամենտի կողմից է, նախկին համակարգը չի, որ առաջնային մանդատ նախագահն է ստանալ։ Դուք պատկերացնում եք այս պարլամենտում ինչ են քննարկում, ինչ հարցեր են բարձրացնում, կամ ասում են, եթե մենք ելնեինք Ռուսաստանի հետ հարաբերությունը կլավացնեինք, հարաբերությունը Ռուսաստանի հետ դեռ տեղ կա լավացնելու, հա, այսինքն դեռ դուք կարծում եք, որ Հայաստանի ապագան Ռուսաստանն է, այն Ռուսաստանը, որ մենք տեսնում ենք իր հետ ինչա կատարվում։ Այսինքն այս խորհրդանից ինչ սպասեք։ Նա խորհրդանը իշխող քաղաքական ուժ անելիք չունի, բացի այնց գզվրտոցից, որովհետև հարցը որոշում է Նիկոլ Փաշինյանը, ինչ կհանձնարարի են էլ կանեն։ Իսկ ինքը խորհրդանում չի նստում։ Ռուսամետ ուժերն էլ դեռ չընտրված արդեն իրանք ժամանակավրեպ է։ Դեռ դռնից ներս մտած ժամանակավրեպ է, որովհետև իրանք ծրագիրը արդեն սպառվում է համաշխարհային դաշտում, իդեմս Ռուսաստանի ապագայի։ Բայց ինչ եք իրանց ռուսամետ համարում, օրինակ ուժեղ Հայաստանը ընտրել է
Հայաստանը եվրոինտեգրման ուղով տանելը եւ նախագահելու է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովում։ Այո, դա զավեշտի այն մյուսն է, էլի։ Նախ ինչպես եղավ որ այդ եվրոինտեգրման հանձնաժողովը հասավ իրենց, որովհետև քվեարկության նախապատվությունը իշխող քաղաքական ուժին էր։ Այդ ոնց եղավ որ իշխող քաղաքական ուժը 8 հանձնաժողովի պարագայում այնպես քվեարկություն ստացվեց, որ իր համար երկրորդական պլան ընկավ եվրոինտեգրացիայի հանձնաժողովը։ Եվրասիականը վերցրեցին, եվրոինտեգրացիան թողեցին։ Մի բան էլ զարմացել են, ասма զարմացել ենք, որ ուժեղ Հայաստանն է վերցրել։ Ուժեղ Հայաստանը չվերցներ, Քոչարյանն էր վերցնելու։ Այդ էլ մյուս զավեշտը։ Քոչարյանը ինչն էր, որ հանձնաժողովներ մարդու իրավունքների։ Հա ինչ տարբերություն Քոչարյանը մարդու իրավունքների հանձնաժողովը նույն ձևի զավեշտա, ոնց որ հզոր Հայաստանը, ուժեղ Հայաստանը բանի եվրոինտեգրմանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, քանի որ գիտեր, որ ինքը մեզ Եվրոպա չի տանում, ասեց ավելի լավ է, թող նրանք լնեն, նրանք էլ գիտեն, որ պատկերացնում եք իրանք հանդիպումների գնան եւ ինչ որ բան քննարկեն։ Մարդիկ, որոնք գտնում են Հայաստանի ապագան Ռուսաստանն է, եթե ասում են մենք իշխանություն դնենք Ռուսաստանի հետ հարաբերությունը կկարգավորենք, եվրոինտեգրացիայի հանձնաժողովում իրանք ինչ են անելու։ Ընդհակառակը ցույց են տալու, որ իշխանությունը ոչ մի բան չի անելու։ Իշխանության սուտն են բռնելու։ Այդքան մի բան, բայց իրանք էլ ոչ մի բան չունեն անելու։ Շնորհակալություն, պարոն Անտոնյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։